Մի մեղադրեք մերօրյա հումորիստներին իբր ցածրորակ կամ գրեհիկ հումոր մատուցելու համար։ Երկիչներին ցածրորակ երկերի կամ դերասաններին այս կամ այն իբր ցածրորակ սերիալում նկարանելու համար։ Հասկանում եմ, ուրիշներին մեղադրելը շատ հեշտ է։ Այո, այսօր բեմից հիմնականում մատուցվում են ցածրաճաշակ երաժշտություն, ոչ գրագետ խոսք կամ հումոր, բայց ոչ թե նրա համար, որ բոլոր արտիստները անմակարդակ էին, մեղադրողներն էլ Փափազյան։ Բոլոր երկիչներն անմակարդակ էին, մեղադրողները Մոցարտ էին, Դուսուս։ Արտիստը չպետք է որոշի հանրությունն ինչ լսի կամ չլսի։ Եթե հանրությունը ծափահարում ու հավանում է օրինակ A մակարդակի դերասանական խաղը կամ ծիծաղում է A մակարդակի հումորների վրա, ինքնամոռաց մկրտվում է A մակարդակի երաժշտության մեջ, ապա երկիչներ, դերասաններ, հումորիստներ մեզ նման մարդիկ են, իրենց կարողությամբ փորձում են վաստակել։ Այդ մարդիկ հասկանում են, որ B մակարդակի աշխատանքով ընտանիք չեն պահի։ Հանրությունը չի սիրում պարոնյանական հումոր։ Մարդիկ պատրաստ են գումար վճարել գրեհիկ 18+ թեմաները բեմից լսելու համար։ Դասական ներկայացում դնի, որ ինչ անի։ Խաղա 20 հոգու համար, հետո շորերը փոխվի, որ երեկոյան տաքսի քշի։ Մարդը տուն պիտի պահի թե չէ, 20 հոկանոց դալիճով ընտանիք չես պահի։ Տաղանդավոր երկիչներ ունենք, որոնց կատարումները լսելիս փշաքաղվում ես, բայց մարդը հասկանում է, որ ժողովրդական կամ դասական երգով չի կարող ապրել, որովհետև Հեքիմյանի կամ Բաբաջանյանի երգերով համալիր չես լցնի։ Մենք դասականների անունները բարձրաձայնում ենք միայն հպարտանալու համար, որ ունենք, բայց այն չենք կրում մեր ներսում։ Ջենիֆեր Լոպեզի Համերգի տոմսը 100,000 դրամով գնողին հարցրեք, այսինչ սրահում Աշուղ Ջիվանու, Արտեմի Այվազյանի, Խաչատուր Ավետիսյանի գործերն են կատարել մեր տաղանդավոր երկիչներն ու երաժիշտները։ Համերգի տոմսը 3-4 հազար դրամ է։ Կգնաս։ Ոչ, որովհետև Ջիվանու երգերի ժամանակ 18+ պարային շոու չկա։ Մի տեսակ անհետաքրքիր է։ Համ էլ այդ 3000 դրամն ափսոս է։ Գիտես քանի ծախս կփակի։ Ուրեմն եկեք հանուն արդարության ընդունենք 3 շատ կարևոր սթափեցնող փաստ։ Նախ առաջինը, երբ ասում ենք ցածրորակ երաժշտություն, երգ, հումոր, ինչ նկատի ունենք ցածրորակ ասելով։ Որ որակի հետ համեմատեցինք, որ սա ցածրորակ գտնվեց։ Աստորեն ավելի բարձրորակը գիտեք։ Բա որ այդ բարձրորակը գիտեք, ով է ապահովում ցածրորակի համար 100,000-ավոր դիտումներն ու լայքերը։ Մեկնաբանություններում էլ գրում են, որ սա հիմարություն է։ Բա որ հիմարություն է։ Ինչու ես կյանքիդ թանկ ժամանակը տրամադրել ու նայել քիչ է, դեռ մեկնաբանություն էլ գրում ես։ Լավ իմանալով, որ համացանցը քո դիտումը հաշվի առնելու ու համարելու է, որ այս ցածրորակը լավ էլ հետաքրքիր կոնտենտ է ու տարածում է ավելի շատ։ Քո մեկնաբանությունն էլ առանձին էլի համարում է, որ ավելի շատ հետաքրքիր կոնտենտ է, որ մարդիկ ոչ միայն նայել են, այլև չեն ալարել, կարծիք են գրել։ Ուրեմն այս նյութն ավելի մեծ դասարան կհավաքի, սրանով ավելի շատ մարդու կարող ենք զոմբիացնել ու սկսում է տարածել ավելի շատ։ Դու սա գիտես ու նայում ես։ Խնդրում եմ, այն անմիտ արդարացումը չգրեք, իբր մեր կարծիքն այդ կերպ ենք արտահայտվում, որ իմանան վատն է, որովհետև ձեր կարծիքն արտահայտելու իմաստը, ձեր ասելով, վատը իբր փնովելն է, որ էլ չանեն չտարածվի, չէ՞։ Բայց որպեսզի համացանցում մի բան չտարածվի, հակառակը պետք է չգրել, չնայել։ Սա է համացանցի ալգորիթմը։ Դուք այդ ցածրորակության հեղինակի տնօրենը կամ պրոդյուսերը, ֆինանսավորողը չեք, որ ասեք վատն է ու էլ չանի։ Հակառակը դուք իր համար պոտենցիալ դիտում ապահովող միլիոնավորներից մեկն եք ընդամենը, ով համաձայնեց մի բան գրել, թեկուզ հիմարություններ թաղեմ դեզ, կապ չունի։ Համացանցը այդ անեցքամիցինն էլ հաշվի կառնի ու այս աղբը կհամարի հետաքրքիր կոնտենտ է, որ այսքան գրում են, ու կտարածի։ Ուրեմն եթե ուզում եք օգնել, որ ցածրորակը չտարածվի, միակ միջոցը չնայելն է, չարձագանքել ոչ մի կերպ։ Երկրորդ, այս ամենում մի լավ բան կա, գիտեք։ Այն որ մենք միակը չենք, որ ձգտում ենք միայն վատը նայել, վատ որակը քաջալերել ու ծափահարել։ Վատի պաշտամունքը միշտ էլ եղել է տարբեր ազգերի մեջ, դերևս Մովսես Մարգարեի ժամանակվանից։ Մարդը ելել սարի վրա, ով գիտի առանց հաց ու ջուր շաբաթներ շարունակ աղոթում էր իր ժողովրդի համար, Աստված ասում է գնա, ժողովուրդդ արդեն ոսկե հորթ է շինել, դրան է պաշտում, շուտ արա հասի։ Այսինքն միայն մենք չենք այդպիսին, դա մարդկային տեսակ է։ Հանրությունը միշտ էլ ձգտել է հեշտին, ոչ թե բարդ տեքստերով, խորը լուծումներով երաժշտություն, այլ հեշտ, ոչ թե աշխարհս մե փանջարա է, բաղերում են բեզարելին, այլ գնա, մնա, ես քեզ շատ կրկնվող։ Թողիր ինձ մենակ մտել եմ սենյակ, ձերքինս դանակ տանում են բանակ, որքան հեշտ այնքան լավ, որ ուղեղը շատ ջանք չանի ձայնակցելու համար։ Մարդիկ միշտ էլ ավելի շատ տարվել են ու հավատացել աչքի համար տեսանելիին։ Լույսեր, շոուներ, պոպուլիստական արագ, էմոցիոնալ կոչեր, այս ամենին ավելի շատ են հավատացել ու վստահել, քան իրական տաղանդներին ու ճշմարտությունը։ Նույնիսկ իրական Աստծուն, որ այն օրը փաստ ծովը բացեց, մեր աչքի առաջ, մեզ գերությունից փրկեց, ազատեց, հա, բայց ինքը մեր աչքին տեսանելի չէ։ Իրեն պաշտելը մի տեսակ անհետաքրքիր է։ Լավ, բա ում պաշտենք։
Մեջտերից մեկն էլ նստել խորել է թե ով կարող է լինել ամենահարմար առաջնորդը այս մտածելակերպով ժողովրդի։ Հա, հորթը։ Եկեք հորթին պաշտենք։ Հազիվ էլ այդքան։ Երևի հենց այդտեղից էլ եկել է, որ յուրաքանչյուր ժողովուրդ տարժանի է իր իշխանությանը, հատկապես հորթին առաջնորդ ընտրողները։ Բայց սա թողնենք։ Մեծ հաշվով մարդկությունը սիրում է հեշտը, տեսանելին, ոչ թե դժվարը, զարգացնողն ու ճշմարիտը։ Եվ երրորդ, ո՞րն է լուծումը։ Քիչ առաջ արդեն հասկացանք, որ եթե նայենք ժողովրդին կամ ամբողջին, ապա աշխարհը քաղաքակրթություն չէր ունենա, կամ կունենար հորթի մակարդակի, բայց աշխարհը որոշել է ստեղծել առաջնորդներ, տարբեր պաշտոններ, որոնք կզբաղվեն համակարգելով տարբեր գործառույթներ, ոստիկանություն, մշակույթի եւ գիտության նախարարություն եւ այլն։ Ու նրանք կթելադրեն կարելիների ու չի կարելիների սահմանը։ Մարդկանց որ թողնենք, նրանք կնախընտրեն հորթի բառաճը, նորմալ է, հենց դրա համար էլ կա իշխանություն, ով պետք է արգելի հորթ արվեստը, հորթ մշակույթի զարգացումը։ Ուրեմն եկեք չվիրավորենք մեր տաղանդավորներին, ովքեր մատուցում են այն ապրանքը, այն կոնտենտը, այն հումորն ու երգը, որի համար ժողովուրդը վճարում է իր ժամանակով, դիտումներով ու ֆինանսներով։ Միգուցե այդ մարդուն էլ դուր չի գալիս այդ որակը, բայց դա է վաճառվում։ Հումորիստի ու երգչի վրա չի դրված ազգի ինտելեկտը բարձրացնելու խնդիրը։ Հա, լավ կլինի, եթե մարդիկ կարողանան ապահովված լինել այլ աշխատանքներով, իսկ արվեստում եւ մշակույթում իրենց գործունեության մեջ լինեն խիստ սկզբունքային, պահպանողական, բայց ցավոք մեր արտիստներից ոչ բոլորը կարող են իրենց նման ճոխություն թույլ տալ։ Իրենք զբաղվում են իրենց սիրած միակ գործով, անում են իրենց սիրելի աշխատանքը, որը շուկան պահանջում է, դա էլ տալիս են, որպեսզի վաստակեն։ Երգչի կամ դերասանի վրա չի դրված ազգի ճաշակը բարձրացնելու խնդիրը։ Դա կրթության ու մշակույթի նախարարություններն են անելու, արգելելու, տուգանելու ցածրորակը, խրախուսելու բարձրորակը։ Դրա համար ում կարգում ենք ղեկավար, նրանից էլ պետք է պահանջենք մշակույթն ու կրթությունը։ Ի վերջո, եկեք ընդունենք, որ մենք ինքներս պետք է կրթվենք, որպեսզի դադարենք մեր կյանքը վստահել հորթերին։